Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Թալինից վերադարձել եմ Թբիլիսի եւ ուզում եմ այսօր այս ելույթով նաև ամփոփեմ այդ այցը եւ առաջի հերթին հայտնեմ ձեզ շնորհակալություն այն ջերմ ընդունելության համար, որը ես տեսա Թալինում, այն մոտեցումի համար, որը դուք ունեցաք իմ հանդեպ, եւ այդ ջերմությունը, այդ հարաբերությունները, որը մենք ձեր հետ ձևավորել ենք, իմ համար ամենաթանկ բանն են։ Այն, թե ինչպես դուք ինձ այդտեղ ընդունեցիք, դա առանձնահատուկ մի մթնոլորտ էր իմ համար, եւ ես չեմ կարող բառերով փոխանցեմ այն, ինչ զգում էի այդտեղ։ Այդպիսի աջակցությունը, այդպիսի հարգանքը, դա հիմքն է մեր միասնական աշխատանքի եւ միասնական այն քայլերի, որոնց միջոցով կերտելու ենք մեր լավ ապագան։ Այո, ձեր աջակցությունն է հիմքը նրա, որ մենք կարողանում ենք ազատագրել մեր եկեղեցին։ Իսկ մեր եկեղեցու ազատագրումը դա մաս է հայ ազգի ապագայի, պայծառ ապագայի, ոտքի կանգնելու, հզոր ազգ ձևավորելու, հզոր պետություն ձևավորելու եւ առհասարակ մեր անվտանգ, երջանիկ հայկական ապագայի։ Եվ այդտեղ Թալինում անկեղծորեն ես ձեր կողմից տեսա ոչ միայն վստահություն այդ գործունեությանը, որը մենք հիմա ենք ծավալում, այլ նաև բազում մարդիկ ինձ ապագայի հետ կապված կոչեր արեցին, հորդորեցին, կարծիք կիսեցին, թե ինչպիսի քայլեր պետք է անենք ապագայում։ Եվ ես բարձր եմ գնահատում ձեր այդպիսի վստահությունը, աջակցությունը եւ շատ եմ սիրում բոլորիդ, որովհետեւ հենց դրա հիմքով մենք կարողանում ենք հասնել մեր նպատակներին ազգային։ Միայն եւ միայն ձեր շնորհիվ հնարավոր դարձավ ազատագրել Թալինի եկեղեցին եւ Սուրբ Պատարագը Կտրիչ Ներսիսյանից եւ իր փոքրիկ խմբակից։ Ինչպես միջև այդ, միայն ձեր շնորհիվ, ձեր աջակցության շնորհիվ դա հնարավոր եղավ նաև Հովանավանքում։ Եվ այս գործընթացը միայն աճելու եւ զարգանալու է եւ հասնելու է իր գագաթնակետին Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի ազատագրումով։ Ինչու եմ ասում ձեր շնորհիվ, որովհետեւ որևէ մեկը սա չի կարող անել առանց հանրության, ձեր այսպիսի գիտակցության եւ աջակցության։ Սա անգնահատելի մի մեծ գործ է, որը դուք եք անում, հայ ժողովուրդը։ Դուք եք տալի հիմք մեզ բոլորիս, որ մենք կարողանանք այս քաղաքական, պետականանպաստ օրակարգը տանել առաջ։ Վարչապետին աջակցելով, ինձ աջակցելով եւ գործին աջակցելով, ինչն ամենակարևորն է, որովհետեւ հարցը այստեղ անձնավորություններում չէ, այլ այն նպատակում է, որը մենք միասին ունենք։ Իսկ մեր ազգային նպատակը նրա մասին է եւ դրա մասին ենք մենք միասին խոսում, որ մեր եկեղեցին պետք է միավորի հայ ազգը։ Պետք է դառնա այնպիսի կառույց, որը հայը կընկալի ինչպես արժեք։ Պետք է արժեքների շուրջ համախմբված կառույց լինի։ Ամենագլխավոր արժեքը դա մարդն է, հոգին։ Եվ հայ ժողովուրդը այսօր ծարավ է հոգևոր կյանքից, որովհետև Կտրիչ Ներսիսյանը վաղուց արդեն միայն քաղաքական կյանքում է մասնակցում։ Իր կողմից այդ մեր արդար քահանաներին կարգալույց հռչակելը, Տեր Թադեն էր այդտեղ, Տեր Տարոնը, նայում եմ այդ քահանաներին եւ հասկանում եմ, որ մեր եկեղեցու ապագան այստեղ է, այս երիտասարդ, պետականամետ, ազգային քահանաներում, որոնք արդար են, որոնք հասկանում են, որ մեր ամենակարևոր արժեքը
մեր պետությունն է եւ եկեղեցու առաջադրանքն է հոգևոր կյանքը մարդկանց զարգացնել, այլ ոչ թե ներխուժել քաղաքականության մեջ։ Այնտեղ, որտեղ որ ոչ եկեղեցու տեղն է, ոչ էլ այդ հմտությունները կամ տեղեկատվությունները ունեն մեր քահանաները, որ քաղաքականությունով զբաղվեն։ Եվ քահանաները հակառակը, իրենց քարոզում, խոսքում մենք այդտեղ մասնակցելիս պատարագում լսեցինք ձեր հետ միասին, որ շատ ավելի ճիշտ տեղ ունեն եւ ճիշտ դեր, որտեղ խոսում էին մարդկանց հետ կյանքի իմաստի, մեր զոհված զինվորների եւ առհասարակ արժեքների մասին։ Դա է ամենակարևորը, ինչ իրանք պետք է անեն։ Ես շատ առանձնահատուկ տպավորություններով վերադարձա Թբիլիսի Թալինից եւ համոզված եմ, որ այսուհետև, հարգելի հայրենակիցներ, մեր միասնական գործունեությունը լրիվ ուրիշ բնույթ է կրելու, որովհետև սա արդեն ոչ միայն վերլուծություններ են, ոչ միայն մեկնաբանել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, այլ մենք ձեր հետ միասնական արդեն սկսում ենք գործել ի նպաստ հայ ազգի եւ հայկական պետության։ Եվ շատ ավելի շատ բան ենք անելու, շնորհիվ ձեր աջակցության։ Ես բացի դրանից ունեցա հնարավորություն եւ մի փոքր շուտ է եկել Երևան այդ օրը, գիշերը, եւ զբոսնեցի գիշերվա Երևանում, առավոտվա մոտ ժամը 5-ին, իմ համար դա միշտ շատ հաճելի է, եւ առհասարակ պետք է ասեմ, որ Թամանյանի այդ ստեղծած ճարտարապետությունը շատ լուրջ արժեք է, շատ լուրջ հնարավորություն։ Եվ ես կարծում եմ, որ մենք բավականին ուշադրություն չենք դարձնում մեր մայրաքաղաքի ճարտարապետական զարգացման, այդ թվում քաղաքաշինության ուղղությունով, քաղաքը ճիշտ ձևավորելու նրա համար, որ լինի վայր, որում հարմոնիկ կարող են ապրել մարդիկ, բնությունը եւ սա ամեն ինչ լինի համապատասխան բարձր ստանդարտներին, միջազգային։ Իմ սիրված գործերից մեկն է իրականում ճարտարապետությունը եւ քաղաքաշինությունը, հետաքրքրվում եմ դրանով մանկուց, հատկապես Թիֆլիսում ինձ միշտ հետաքրքրել է Թիֆլիսի ճարտարապետական մասը եւ այլն, բայց նաեւ Երևանի հանդեպ իրոք շատ հետաքրքիր է, հատկապես որ Երևանը կլոր ձևաչափի քաղաք է, Թբիլիսին երկար, ոչ թե կլոր, գետի պատճառով այստեղ, եւ դա տալիս է Երևանին նաեւ առանձնահատուկ հնարավորություններ, բայց սա ապագայի հարց է, ապագայի թեմաներ, որի մասին կարող ենք խոսել, ես ուղղակի ուզեցա նաեւ զուգահեռ, որ մենք ուրիշ թեմաների մասին էլ սկսենք, կամանց, դանդաղ, բայց ձեր հետ միասին խոսել։ Բացի դրանից, Թալինից, հարգելի հայրենակիցներ, ես մեկնեցի կողքի գյուղը, Մաստարա գյուղը, որտեղ որ տեղակայված է իմ նախնու Հովհաննես Մազմանյանի, Հայաստանի առաջին հանրապետության ամենաերիտասարդ գնդապետ, Կարսի առաջի գնդի հրամանատար Հովհաննես Մազմանյանի արձանը, եւ այդտեղ մեր խմբով այն մարդկանց, ում հետ որ մասնակցում էինք պատարագում, հայկական լեգիոնի պաշտպանություն Հայաստանի, այվ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք հայ հերոսին, իմ նախնին, եւ ես իհարկե շատ ուրախ եմ, որ այդ հնարավորությունը ունեցանք, իմ համար դա պատիվ է նաեւ, եւ ես համարում եմ, որ առհասարակ այդպիսի նախնի ունենալը, ժառանգ լինելը պատասխանատվություն է, եւ ես ամեն ինչ եմ անելու, որ այդ պատասխանատվությունը պատվով կրեմ։ Դրանից հետո, հարգելի հայրենակիցներ,
Գյումրիով եմ վերադարձել Թբիլիսի եւ Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցի այդտեղ գերեզմանոցում Գյումրիի Շիրակի, որտեղ որ մեր զինվորներն են իրանց աճյունը։ Եվ նոյեմբերի 9-ն էր իրականում այդ օրը, Կիրակի օրը, գիտեք։ Նույն Թալինում էլ եկեղեցում մենք արարողությունը նաև նպատակ ուներ հոգեհանգիստի ձևաչափով հիշել մեր հերոսներին եւ հարգանքի տուրք մատուցել իրենց։ Նույնը արեցի այդտեղ Շիրակի գերեզմանոցում եւ ասացի նույնիսկ իմ սոցիալական ցանցերում էլ կիսվեցի, որ մենք բոլորս այդ տղաների առջև մեղավոր ենք եւ թող ներեն իրենք մեզ։ Բոլորս։ Ամեն մեկս մեր ձևով, մեր բաժին պատասխանատվություն ունենք։ Բոլորով հայերը ողջ են, մեղավոր են այն հայերի առջև, ով զոհել են իրենց կյանքը ի հանուն հայրենիքի, Հայաստանի, մեր անվտանգության եւ մեր երեխաների ապագայի։ Մեր պատասխանատվությունն է, որ դա այլևս թույլ չտանք։ Մեր պատասխանատվությունն է, որ այնպիսի պետություն ձևավորենք, որը կլինի անվտանգ, որտեղ որ հայեր չեն զոհվի, որտեղ որ այդպիսի երիտասարդներ 20 տարեկան ինչքան էին այդտեղ 20 տարեկան տղաներ, որոնց կյանքը առջևում էր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ լինի խաղաղություն։ Խաղաղությունը աննկարագրելի կարևորություն ունի։ Խաղաղությունը ամենաթանկ բանն է, բայց խաղաղությունը երբեք չի գնահատվում, երբ այն կա։ Միայն գնահատվում է, երբ այն չկա։ Չկա գրեթե մեկ առաջնորդ, ում ժողովուրդը շնորհակալ է, որ խաղաղություն է, որովհետև դա համարվում է, որ հաղթանակ չէ։ Բայց երբ պատերազմ է, բոլորը իհարկե այդ առաջնորդից դժգոհ են։ Ուստի մենք պետք է բոլորս միասին ամեն ինչ անենք, որ լինի խաղաղություն։ Խաղաղությունը բերում է պետության զարգացում, բերում է կրթություն։ Ես շատ ուրախ եմ, տեսնում եմ Հայաստանում ակտիվորեն կառուցվում են նոր դպրոցներ, մանկապարտեզներ, առհասարակ շինարարությունը շատ լուրջ ծավալ ունի, տեսա հյուսիս-հարավը նաև ինչ լուրջ աշխատանքներ են արվել եւ կարելի ասել, որ արդեն միջև Գյումրի հասել է, շատ քիչ է մնացել, որ վերջապես միջև Գյումրի հասնի հյուսիս-հարավը, Երևանից նկատի ունեմ, իհարկե ճանապարհները։ Հայաստանը հիմա այն պետություն է, որտեղ որ վատ ճանապարհ, միջպետական կարևորության նկատի ունեմ, առհասարակ, բայց գյուղերում էլ դուք ինձանից լավ գիտեք իրավիճակը, բայց ես միջպետականը նկատի ունեմ, վատ ճանապարհ չկա։ Եղել է ժամանակ, ես եմ դա շատ լավ հիշում, որ լավ ճանապարհ չկար։ Քանդած դպրոցներ, որտեղ որ երեխաները չէին կարող եւ չէին ուզում սովորել, իսկ առանց գիտելիք, առանց կրթություն ազգը ապագա չունի։ Առանց գիտելիք եւ կրթություն ազգը ստրուկ է։ Եվ հիմա տեսնում եմ քայլեր, որոնք ուղղված են դեպի կրթության զարգացում, դեպի պետության կողմից ներդրումներ, որովհետև երբ գյուղում կամ փոքր քաղաքում կառուցվում է դպրոց, դա արդեն դառնում է այդ բնակավայրի կյանքի զարգացման կետ։ Երբ կառուցվում է ճանապարհ, դա արդեն տալիս է նաև կյանք այդ բնակավայրին, տնտեսական առումով, որ կապնվի մոտակա մեծ խոշոր քաղաքին, մայրաքաղաքին, առհասարակ զարգանա տնտեսությունը, կապերը, զբոսաշրջությունը եւ ուրիշ շատ ոլորտներ։ Երբ տեղի է ունենում սահմանի դեմարկացիա եւ դելիմիտացիա, մենք ունենք խաղաղ անվտանգ սահման, որը տալիս է հնարավորություն, որ խոսքին ոսկեպարի կամ կիրանցի շրջանով անցնելով մարդ մտահոգված չլինի, ինչ արագությամբ ուրեմն իր մեքենան պետք է վարի, որ անվտանգ լինի, որովհետև մենք ապրել ենք այդ իրականությունում։ Եվ այդ ամեն ինչը
հիմա տալիս է հիմք նրան, որ հայկական պետությունը դառնա շատ հզոր եւ ինքնիշխան։ Մենք առանձին ձեռդ իհարկե կխոսենք քաղաքական օրակարգի մասին, բայց ես պետք է ասեմ, որ ես եւս մեկ անգամ աննկարագրելի ջերմություն էր ձեր կողմից։ Ես ուրախ եմ ծանոթանալու համար բազմաթիվ մարդկանց հետ անձամբ, շնորհակալ եմ, որ եկաք այդտեղ, շնորհակալ եմ, որ միասին էինք եւ հուսով եմ, որ մենք նորից կհանդիպենք ձեր հետ ուրիշ տեղերում եւ առհասարակ կարծում եմ, որ մեր անմիջապես շփումը նաեւ շատ մեծ արժեք է։ Ոչ միայն այսպես, բայց նաեւ ձեր կողմից հնչեցրած այն արձագանքը, որ դիտում եք իմ ելույթները, ինչպես է գնահատում այդ ելույթները, իմ համար նաեւ կարևոր մի պատգամ էր կամ ուղերձ, որ այս ելույթները ունեն շատ կարևոր դեր մեր ընդհանուր այդ աշխատանքի առումով եւ առհասարակ ավելի լավ հասկանալու, թե ինչ ենք անում, ոնց ենք տեսնում իրավիճակը եւ այլն, որովհետեւ ինչքան էլ կարճ գրառումները կամ տեսահոլովակները կարևորություն չունենան, միայն այսպիսի երկար բովանդակություն ունեցող քննարկումով մենք միասին կարող ենք ավելի լավ հասկանալ իրար։ Եվ մարդիկ հետաքրքիր է այդտեղ ասում էին, որ մեկնաբանություններում էլ հաճախ, որ ելույթների ժամանակ շատ այսպիսի լուրջ եւ ծանր մթնոլորտ է իմ կողմից, բայց անձամբ շփվելու ժամանակ իրենք տեսան, թե ինչպիսի է այդ ջերմ անձամբ շփվելը։ Հարգելի հայրենակիցներ, իհարկե պետք է տարբերվի դա եւ այս ելույթների ընթացքում ես փորձում եմ ինչքան կարելի ավելի այսպես ասենք, ավելի սառնասրտորեն մոտենամ այդ կարևոր հարցերին, որովհետեւ ելույթում հնարավորություն նույնիսկ չկա որևէ մեկի հետ շփվելու այստեղ։ Դու միայն ուղերձ ես անում։ Բայց անձամբ շփվելիս իհարկե լրիվ ուրիշ իրավիճակ էր եւ կարծում եմ դա նաեւ իմ համար, ինչպես նաեւ ձեր համար շատ հետաքրքիր փորձ էր։ Ես բացի դրանից բազում աջակցության եւ ջերմ խոսքեր եմ ստացել, նամակներ եմ ստացել, ինչպես այստեղ YouTube-ում, այդպես էլ Facebook-ում իմ մի քանի պոստի եւ վիդեոյի հետևանքում բազում մարդիկ օգնություն են առաջարկում, հանդիպում են առաջարկում եւ այլն, մի խոսքով դա այդքան իմ համար դրական է, որ ես փորձում եմ բոլորին իհարկե առանձին արձագանքեմ, ինչքանով դա հնարավոր է կանեմ, բայց ամեն դեպքում ձեզ բոլորից շատ շնորհակալ եմ։ Մենք նոր ենք դեռ սկսում։ Իհարկե նաև պետք է ասեմ, որ ես շատ կարևոր անելիք ունեմ Վրաստանում, ուստի իմ կոնցենտրացիայի, իմ ուղղության կարևոր մասը նաև ուղղված է Վրաստանին եւ հուսով եմ, որ բոլորդ շատ լավ հասկանում եք դա։ Դրա անհրաժեշտությունը իրոք կա եւ ես գործելու եմ հաշվի առնելով այդ նրբությունը, որը ի նպաստ է, որովհետեւ հայ-վրացական հարաբերությունները իրանք հայ ազգի համար նաեւ, ինչպես նաեւ վրաց ազգի համար, բայց հայ ազգի համար մեծագույն կարևորություն ունեն եւ ես փորձում եմ նաեւ իմ դրական դերը ունենամ այդ գործում։ Բայց ամեն դեպքում բոլորը շատ լավ համոզվեցիք նաեւ, որ ես եւս մեկ անգամ, ես հեռու չեմ, ես շատ մոտ եմ Վրաստանի հայությունը, ինչպես Թբիլիսի, այդպես էլ Սամցխե Ջավախեթի, Քվեմո Քարթլի, Ծալկայի շրջանում եւ այլն, մենք սփյուռք չենք։ Եվ հենց դա է, որ մենք Հայաստանի Հանրապետության հետ միասին ապրում ենք մեկ իրողության մեջ, մեկ տարածաշրջանում եւ Թբիլիսին այդքան մոտ եմ, որ երբ անհրաժեշտ լինի, որտեղ անհրաժեշտ լինի, ես միշտ այդտեղ եմ եւ ձեր կողքին եմ, դուք էլ իմ կողքին եք, ինչպես դա ակնհայտորեն երևաց, մենք իրար կողքին ենք եւ մենք
առաջ ենք տանելու մեր բոլոր ազգային նպատակները, ամեն ինչ լավ է լինելու ի շնորհիվ ձեր աջակցության։ Կարողանալու ենք հասնել մեր նպատակներին։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք ինչպես եթերում, այդպես էլ անձամբ, ցտեսություն։